Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հեռուստասերիալի հետագա զարգացումներին, որոնք էլ ավելի ինտրիգային ու էլ ավելի հետաքրքիր են։ Վռամը հիվանդանոցում է և ուշքի չի գալիս, բժիշկը նշում է, որ նրա ծնողները չեն էլ պատկերացնում, թե ինչ մեծ վնասվածքներ ունի։ Սոնան իհարկե առաջին բանը, որ արեց լսելուց հետո, անմիջապես վերադարձավ Հայաստան ու գնաց հիվանդանոց, որտեղ նրան սպասում էր Միքայելը։ Միքոն որպես եղբայր միշտ նրա կողքին է, բայց դա դուր չեկավ, բնականաբար, Վռամի հորը, ով տեսավ Սոնային ու Միքոյին այնտեղ։ Արմոն ամեն ինչ անում է, որպեսզի Հայկի կյանքն իսկական դժոխքի վերածվի, նա կռվի է բռնվում Հայկի հետ, բնականաբար Վարոն նրան մենակ չէր կարող թողնել ու ամեն կերպ հայտնվում է նրա կողքին։ Այն բանից հետո, որ նա Հայկին ստիպում է, որ ինքը գնա հանձնվի Հայկի փոխարեն, Հայկը կտրականապես մերժում է, դե իհարկե նրանք իսկական ընկերներ են ու ընկերության մարմնավորում։ Բայց Վարոն ուներ իր տարբերակն այդ ամեն ինչն իր օգտին պտտելու համար, նա դանակը վերցնում է ձեռքը, մաքրում Հայկի մատնահետքերն ու թողնում իր մատնահետքերը, որից հետո Հայկին ուղղակի բաց են թողնում, իսկ նրան կալանավորում, քանի որ նրանք պայմանական ազատության մեջ էին գտնվում ու նրանց յուրաքանչյուր սխալ քայլ կարող էր նրանց հետ վերադարձնել բանտ։ Ինչպես Վարոն ինքն է նշում, իրեն չունի ոչ ոք սպասող, ոչ հայրը, ոչ մայրը, ոչ էլ որևէ բարեկամ, որ նրա համար կանհանգստանա, միակ մարդը, որ ունի, դա Հայկն է, իսկ Հայկը ունի իրեն սպասող ոչ միայն Նարեն, Քեռին, Սոնան, բոլորը, Միքոն նրան են սպասում և բնականաբար Վարոն չէր կարող թույլ տալ, որպեսզի Հայկը հայտնվեր բանտում, այն էլ հիմա։ Բայց հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, բնականաբար Հայկն ամեն ինչ այսպես չի թողնի և նա Վարոյին այնտեղ չի թողնի, իսկ թե ինչպես տեղի կունենան հետագա զարգացումներն ու ինչպես Վարոն դուրս կգա բանտից, Ինչ սցենարները դուր։ Եկ չային խմում գոնե։ Ենքան վատն է եղանակը, որ զում հետ գնամ տուն, չգնամ նկարահանում։ Գնամ տուն եք, մաստուծենքով մարախուվա, բջում են չերեմ։ Գնամ տուն, թեյ դնեմ, պարկեմ կինոնեմ։ Չէ, ես է սրա մղջորը նկարահանում եմ։ Եկել եմ TV նկարահանման ու մի հատ սովորություն եմ վերջերս ձեռք բերել։ Նախկին ռեժիսորի սենյակը, նույն ինքը որտեղ որ ես նստած եմ հիմա, երբ ազատ է, ես իրան սեփականացնում եմ, առգրավում եմ, անվանափոխում եմ, չգիտեմ։ Մի խոսքով քեզ էլի քո սենյակը տարել եմ, sorry։ Չնայած գիտեմ, որ դու դեմ չես։ Երեխեք Մարդկա ես իրան որոշել եմ պետքա հասցնեմ տուն, հասցեն չգիտի։ Գիտի։ 2 տարի է գնում ասում եմ, ստեյց ոնց որ աջ, ստեյց ծախ, ոնց որ, ու մենք մլուլ ենք տալիս, ինք իրա տանտեղը չի կթնում։ Ես հիշում եմ, սպասի։ Երեխեք սերիալով աղբորս կորցնում եմ, որ հանկարծ սերաներում կորի, իմացեք իմ մատախարնը։ Տուն չի վերադարձել։ Բարի երեկո սիրելիներս, երեկվանից շատ նամակներ եմ ստանում կաստինգների հետ կապված, ուրեմն ասեմ, որ կաստինգներ անպայման լինելու են, մենք շուտով սկսում ենք մեր նոր գեղարվեստական ֆիլմի աշխատանքները և կաստինգների և պրոբաների մասին անպայման ես կհայտնեմ իմ էջում, շնորհակալություն, որ այսքան հետաքրքրված եք, տեսքիսը չեք նայում, շատ հոգնած եմ։ Անայդ մխիթարյանը սկսել ենք գիշերվա ժամերին գնալ տուն, այդ ինչ է նշանակում Անայդ։ Ինչ է նշանակում քույր։ Չեմ կարող ասեմ։ Չի ուզում ասի։ Իսկ ասել չի ուզում ասի, այո, նիդասնա։ Տեսնենք, վերջը լավ լինի։ Արձանն են կանգնացնելու, Անայդ որտեղ։ Սա։ Որտեղ։ Բիսեդքի տեղը։ Որ բարդիների տանունի գոնե ով լինի։ Վար չկա TV-ում, խնդրեմ։ Մենք ենք։ Դարպասերը փակ են գնանք։ Իսկ իրականում, քանի Անայդ այստեղ չի ասեմ, մենք տեսա շուտով կավարտենք։
ինձ ուրախ եմ, երեխեք շատ կարևոր ու շատ լավ գործ են կվերջացնում։ Շուտով սկսում ենք մեր նկարահանումները։ Իհարկե լինելու են կաստինգներ, իհարկե լինելու են պրոբաներ դերասանների ու առջևում ուրախ նոր տարի է սպասվում։ Նացինք։ Երեխեք, ես գտել եմ իմ կյանքի կեսին ու ինձ թվում է առանց իրա ես այլևս չեմ պատկերացնում իմ առավոտները։ Այդ էս տիրամիսունը։ Ինձ թվում է անհույս է, որ ես կգտնեմ իմ կյանքի կեսին, դրա համար ես այս քաղցրների մեջ կգտնեմ իմ սերը։ Երեխեք, հիմա վճարքով ազդում։ Չէ, լավ, անկեղծ ինքն իմ հրաշքն է։